Վրացական երազանքի սահմանադրական հայցի հասցեատերերը հայտարարում են քաղաքական ու իրավական պայքարի մասին։ Ազգային շարժումը նորը եւ լալոն իշխող թիմի դեմ այս 3 ընդդիմադիր կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու ու դրանք արգելելու հայցը գնահատում են որպես դասական բռնապետական քայլ։ Ազգային շարժումը եւ նորը նշում են, որ այս փուլում դեռ չեն որոշել արդյոք կունենան փաստաբան որպես պատասխանող, սակայն հաստատ գիտեն, որ փողոցի բողոքի ցույցերն ակտիվորեն կշարունակվեն։ Ինչ վերաբերում է լալոին, ապա նրանք արդեն բողոքարկել են կուսակցությունների արգելման հայցը դատարանում։ Հիշեցնենք, որ խորհրդանի նախագահը 3 ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է, թե ում կվերաբերի քաղաքական գործունեության արգելքը։ Ցանկում են ազգային շարժումը նորը ու լելոն։ Վրացական երազանքն իր պահանջը հիմնավորում է 500 էջանոց եզրակացությամբ, որը պատրաստել է խորհրդանի ժամանակավոր քննչական հանձնաժողովը։ Իշխող կուսակցությունը գործընթացն անվանում է քաղաքականապես պատմական պահ, պարզաբանելով, որ հայցը բաղկացած է 2 հիմնական չափանիշից։ Առաջինը, թե որքանով է հակասահմանադրական կոնկրետ կուսակցության գործողությունը, եւ երկրորդը, թե որքանով կարող է այն վնաս հասցնել երկրին։ Իշխող թիմը նաեւ պարզաբանել է, թե ինչու Գախարյան Վրաստանի կուսակցությունը չի ընդգրկվել արգելված ցուցակում։ Խորհրդանական մեծամասնության առաջնորդները նշում են, որ կուսակցությունը դատապարտել է հոկտեմբերի 4-ի իրադարձություններն ու ներգրավել խորհրդանական գործունեության մեջ։ Վրաստանի խորհրդանական ընդհանցակարգային հարցերի հանձնաժողովը քննարկել եւ աջակցել է սահմանադրական հայցը ստորագրած պատգամավորների ստորագրությունների իսկությունը։ Կուսակցությունների արգելմանը վերաբերող հայցը մշակվել է ժամանակավոր քննչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Սահմանադրական հայցը, որը ստորագրել են վրացական երազանքի պատգամավորները, ժողովրդի ուժը եւ եվրոպական սոցիալիստները, պահանջում է ազգային շարժման, հանուն փոփոխությունների կոալիցիայի եւ հզոր Վրաստան լալոյի գործունեությունը ճանաչել հակասահմանադրական ու արգելել։ Վրաստանի խորհրդանական ընդհանցակարգային հարցերի հանձնաժողովը քննարկել եւ աջակցել է խորհրդանական հանձնաժողովներում համամասնական ներկայացուցչության քվոտաներ սահմանելու հարցը։ Պատգամավորներն արդեն քննարկել են մշտական խորհրդանական պատվիրակություններում համամասնական ներկայացուցչության քվոտաներ սահմանելու հարցը, որին նրանք նույնպես աջակցել են։ Քվոտաները վերանայելու անհրաժեշտությունն օրակարգ է մտել այն բանից հետո, երբ Գախարյան Վրաստանի կուսակցության պատգամավորները սկսել են իրենց խորհրդանական գործունեությունը։ Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է ենթակառուցվածքների նախարարի ինտերպելացիայի կարգով լսումը։ Ամբողջ երկրում իրականացվող ենթակառուցվածքային նախագծեր, դպրոցների վերանորոգում եւ կառուցում, ճանապարհների բարեկարգում։ Սա այն հարցերի ոչ ամբողջական ցանկն է, որոնց մասին խոսում է ենթակառուցվածքների նախարարը։ Հարցեր կհնչեն նաեւ նախատեսված նախագծերի վերաբերյալ։ Հայտնի է, որ նախարարին ուղարկվել է 68 հարց տարբեր ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ։ Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա։ Իսրայելի վարչապետը հրամայել է անհապաղ եւ հզոր հարվածներ հասցնել։ Հարձակման հետևանքով զոհվել է 60 մարդ, ինչպես գրել են իսրայելական արտահայտությունները, որոշումը կայացրել է Բենյամին Նեթանյահուն Համասի կողմից հրադադարի հերթական խախտման պատճառով։ Անկլավի մի քանի հատվածներում լսվել են ուժգին պայթյուններ, որոնցից ամենաուժեղը գրանցվել է Ղազա քաղաքում։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ոչինչ չի կարող սպառնալ Ղազայում հրադադարի համաձայնագրին։ Դոնալդ Թրամփը նշել է, որ Համասը սպանել է իսրայելցի զինվորի, ինչն Իսրայելին դթեր է հակահարված տալ։ ԱՄՆ նախագահի խոսքով Համասը մերձավոր արևելքում ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը շատ փոքր մաս է անվանել։ Դատախազությունն արդեն մեղադրանք է առաջադրել ձերբակալված անձին անչափահասների ապօրինի առևտրի մանրավաճառության համար տարածք տրամադրելու եւ մանրավաճառությանը նպաստելու մեղադրանքով։ Նա 1997 թվականին ծնված տղամարդ է։ Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը նախնական իմացությամբ սեռական շահագործման նպատակով անչափահաս աղջկան իրենով է արել, նրա հետ աշխատել է իրեն պատկանող մերսման սրահներից մեկում։ Ապացույցները նաեւ ցույց են տալիս, որ անչափահասն այդ կերպ վաստակած գումարի կեսը վճարել է ձերբակալվածին։ Հանցագործությունը նախատեսվում է մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում։ Ցխաթամթյանեթի ոստիկանության վարչության աշխատակիցները բերման են ենթարկել 2 անձի խմբովի առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ձեռքբերմանը, պահպանմանը եւ վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Նրանց տների ու մեքենաների խուզարկության արդյունքում մարգրավել է վաճառքի համար պատրաստված ալֆա ՊՎՊ թմրանյութ։ Հանցագործությունը նախատեսվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։
Քարթլիի ոստիկանության վարչության ներկայացուցիչները ձերբակալել են մեկ անձնի առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման ու պահպանման, ինչպես նաև ապօրինի վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Մեղադրյալի մեքենայի եւ անձնական իրերի խուզարկության արդյունքում որպես ապացույց գրավել է մետադոն թմրանյութի 126 փաթեթ։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Վրաստանում սկսված առաջնային առողջապահության բարեփոխումը Դանիայում ընթացող Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 75-րդ նստաշրջանում գնահատվել է որպես պատմական բարեփոխում։ Եվրոպայի տարածաշրջանային տնօրենն առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցառմանը ներկայացրել է անցյալ տարվա զեկույցը։ Նիստում ելույթ է ունեցել նաև Միխայել Սարջվելաձեն եւ խոսել Վրաստանի առողջապահության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Միջոցառման շրջանակներում նախատեսված են եվրոպական տարածաշրջանում երեխաների ու դեռահասների առողջության եւ բարեկեցության ռազմավարության, ինչպես նաև հանրային առողջապահության համար նորարարությունների կիրառման ռազմավարության վերաբերյալ քննարկումներ։